Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր Հայաքվե միավորման անդամ Ավետիք Քերոբյանն է։ Բարև ձեզ, պարոն Քերոբյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Քերոբյան, մենք դեռ մեկ շաբաթ առաջ էինք պայմանավորվել, որ այսօր ձեզ հետ հարցազրույց ենք անելու, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բնորոշ մի բան տեղի ունեցավ, շաբաթը ուրբաթից շուտ եկավ եւ հիմա պետք է խոսենք այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ այսօր։ Ինչ տեղի ունեցավ, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի տանն էր առավոտյան, հետո Բագրատ Սրբազանին ձերբակալեցին, այժմ այս պահին երբ իրականացնում ենք նկարահանումը, քննվում է հարցը, դատարան է ներկայացվում Բագրատ Սրբազանին կալանավորելու միջնորդություն, չգիտենք դատավորը միջնորդությունը կբավարարի թե ոչ։ Ձեր դիտարկմամբ, խոշոր հաշվով, ինչ է տեղի ունենում մեր երկրում։ Դե ականատես ենք լինում ժողովրդավարության վերջին նշույլների նվազեցման եւ փոշիացման ոչնչացմանը։ Ուրիշ ոչ մի բան։ Այն ինչ որ կար հայտարարում է ժողովրդավարություն, այս ամեն ինչով իջիկ է դարձվում, ասացի արդեն ոչնչացվել եւ փոշիացվել է։ Դուք վստահաբար տեղյակ եք, որ մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի համար աշխատող կայքերից մեկը, որի հետ ուղիղ ասոցացվում է ԿՊԱ-ական մի պատգամավոր, հրապարակեց այսպես կոչված հեղաշրջման պլան։ Շատերը այդ հեղաշրջման պլան ասվածը PDF-ով 3 էջանոց ինչ-որ մի թուղթ կարդացին եւ հիշեցին, որ սա 1-ին-1 կրկնություն է 2008-ի մարտի 1-ի պլանի, ու շատերի մոտ տպավորություն էր, որ այս պլանը հենց Նիկոլ Փաշինյանն է գրել, եւ այդ թղթի հրապարակումից հետո տեղի է ունենում իրավական նման գործընթաց։ Այսինքն, երբ ասում եք ժողովրդավարության վերջին փշրանքներ, կարող ենք արդյոք նկատի ունենալ, որ ամբողջ իրավական համակարգը ուղիղ սպասարկում եւ ծառայում է մեկ մարդու Նիկոլ Փաշինյանի։ Ես ամբողջի մասով այդպես բացարձակ չէի հայտարարի, որովհետեւ այսօր ականատես ենք լինում, որ որոշ դատավորներ ի վերջո պատասխանատվություն են զգում իրենց կայացվող եւ կայացվելիք որոշումների նկատմամբ եւ չեն գնում հենց իշխանության գծած ճանապարհով, այսինքն կայացվում են արդար որոշումներ, նաև արդարացնող որոշումներ։ Բայց այն ինչ որ ինչին ականատես ենք լինում, այսպես ուղիղ քաղաքական հրահանգով ձերբակալություններ, գործեր, որոնք որ մանրամասն, ասենք, քննարկման դեպքում որևէ քարի վրա դրանցից չի մնալու։ Ասենք օրինակ հիմա ինտերնետ են գծվել լուսանկարներ զենքերի իբր թե արգրաված զենք զինամթերքի, որոնք քաղաքացիական զենքեր են, ընդ որում ասենք այդ զենքերի կողքը թույլտվություններն են այդ զենքերի։ Այս նկարներում պարզ երևում է զենքի թույլտվությունն էլ հետն է։ Իսկ սա ինչ է նշանակում, ասենք մարդը տանը ուներ օրինական զենք, շատ-շատերը այսօր մի քանի տասնյակ հազար մարդ տանը ունի օրինական քաղաքացիական զենք։ Այդ թվում ասենք այնտեղ նկարներում կար նույնիսկ կրակած պարկուճները, որը անհասկանալի է, թե ինչի էին գցել ինտերնետ։ Սա նման է այն հյուսային տերևաթափ գործին, որ Միջև հիմա չեն կարողանում դատարան են բերել, որպես իրեղեն ապացույց ներկայացնում օրինական ժառանգություն ստացած հարթափող որսորդական հրացանը եւ փեթակից 20,000 դրամով գնված փոքրիկ կվադրակոպտեր, մեկ էլ մի հատ էլ 2000 դրամանոց դանակ։ Իդեպ այսօր քննչական կոմիտեն հրապարակեց լուսանկարներ, լուսանկարներից մեկում թղթի վրա գրված էր նաև ձեր անունը, Քերոբյան Ավետիք ԲՏԱ նախարար, ուզում եմ սրան նաև անդրադառնանք։ Տեղյակ եք, որ օրինակ քննարկվել է կամ քննարկվում է ձեզ այդ պաշտոնում տեսնելու հարցը եւ ընդհանրապես այնտեղ այլ մարդկանց անուններ եւս գրված է։ Հիմա թղթի վրա գրված են մարդկանց անուններ եւ Սրբազան պայքարի առաջնորդները գուցե իրենց ներսում ունեցել են իրենց անցումային կառավարությունը եւ պատկերացրած պաշտոնները, պատկերացրած անձերով։ Սրան եմ ուզում անդրադառնալ։ Այստեղ դուք հանցակազմ տեսնում եք, որ քննչական կոմիտեն վերցնում եւ հրապարակում է։ Դե սկսենք նրանից, որ ես այդ թղթից ընդհանրապես ոչ տեղյակ եմ եղել, ոչ էլ առավել եւս հետս համաձայնեցվել է նման մի բան։ Ես մի անգամ այդ ջուրը մտել եմ, վառվել եմ, այլ ցանկություն էլ չունեմ։ Այսինքն պետական բարձր պաշտոն զբաղեցրել եմ եւ մոտապագայում ընդհանրապես նման նպատակ եւ ցանկություն էլ չունեմ։ Ես արդեն գնացել եմ դաշտում աշխատելու, էլի, այսպես ասած։ Ինչ վերաբերում է պոտենցիալ կառավարության ցուցակի, ցանկացած քաղաքական գործիչ, քաղաքական կուսակցություն, քաղաքական վերլուծաբան պետք է իր մոտ ունենա այդ ցուցակը, թե ում է ինքը տեսնում, որն է իր իդեալական կառավարությունը։ Բացեք Նիկոլ Փաշինյանի
գզրոցը, այդտեղ կտեսնեք 100 այդպիսի ցուցակ։ Հաստատ կա կառավարության մի քանի կազմ, որը ինքը մտքում միշտ ունի։ Եվ սա նորմալ բան է, որ քաղաքականությամբ զբաղվող գործիչը պետք է իր մոտ ունենա իր իդեալական կառավարության ցուցակը։ Բայց եթե ինձ հարցնելու լինեք, ինչպես եմ ես տեսնում իդեալական կառավարությունը, իմ իդեալական կառավարություն չկա ԿԳՄՍ նախարարություն, կա կրթության եւ գիտության նախարարություն, մշակույթի նախարարություն, սպորտի նախարարություն, սփյուռքի նախարարություն, հա, երիտասարդության հարցերի նախարարություն, առանձին կա ռազմարտունաբերության նախարարություն, ոչ թե կոմիտե, ոչ թե ռազմարտունաբերության կոմիտե։ Իմ երազանքի կառավարություն կա արտակարգ իրավիճակների նախարարություն, ոչ թե փրկարար ծառայություն ներքին գործերի նախարարության կազմում։ Իմ երազանքի կառավարությունում կա գյուղատնտեսության նախարարություն, ոչ թե ինչ որ գյուղատնտեսության գծով տեղակալի կարգավիճակ էկոնոմիկայի նախարարությունում։ Պարոն Քերոբյան, եթե մենք երևույթը փորձենք նկարագրել, հա, այս ժամերին տեսնում եմ ԿՊԱ-կանների խրախճանքը համացանցում, ոգևորված տարածում են տեսանյութերի դեպ հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ անգամ ոչ պրոֆեսիոնալ ականջով եւ լսելիս պարզ է դառնում, որ դրանք մոնտաժված են, կպցրած է տարբեր հատվածներ իրար։ Այս իշխանության օրոք, այս հասարակությանը հրամցվել են տարբեր ձայնագրություններ, դրանցից որ մեկն է միջև հիմա ապացուցվել, ուզում եմ հասկանալ ԿՊԱ-կաններին, այդ մարդկանց դեռ հավատացող մարդկանց ոգևորության ակունքը, պատճառը ո՞րն է։ Դե ձայնագրությունների մասով կարող եմ միայն ասել եմ, որ ընկերներից մեկը Facebook-ում մի քիչ առաջ գրեց, որ ձայնագրությունները հայտնվեցին եւ անհայտացան, եւ քննչական կոմիտեի կայքում եւ նոր տարբերակները հայտնվեցին, հա։ Էլի կլինեն այսպիսի բաներ։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ դեռ 2018 թվականներ թե 19 թվականներ էլի ԱԱԾ տնօրենի կամ կոռուպցիոն կոմիտեի ժամանակ հատուկ քննչական ծառայություններ, դրա ղեկավարի խոսակցությունների ձայնագրություններ էին էլի հայտնում ինտերնետում, որոնք ոչ մի իրավական հետևանք չունեցան։ Բայց դրա հետ միասին նաև մենք տեսնում ենք ուղիղ եթերում այնպիսի կոչեր, որոնք ուղիղ հակասում են իշխանությունների տարանջատման սկզբունքին, սահմանադրությամբ ամրագրված, սահմանադրության որոշ հոդվածների, ասենք 5-րդ, 6-րդ հոդվածներին եւ այլն, մարդու իրավունքներին, ամեն ինչին հակասում են։ Մենք իրավական հետևանքներ չենք տեսնում։ Փոխարենը տեսնում ենք այսպես հապճեպ կարվող գործեր եւ կարծում եմ սա նրա համար է, որ ասենք հանրության մի որոշ հատված գոնե ինքը իրեն ասի լավ, հələ տեսնենք ինչ է լինում, կարող է սրատակ մի բան կա։ Ու ձեռնպահ մնան, ասենք իշխանություններին քննադատելու այս վարկագծի համար։ Կա կարծիք, որ այն ամեն ինչ տեղի է ունենում եւ Բագրատ Սրբազանի, եւ Շարժման, եւ նաեւ ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ, դա ամբողջը ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի վախերը, որովհետեւ բացի մարդկանց նկատմամբ ռեպրեսիաների դիմելը, ինքը իր իշխանությունը պահելու համար այլ որևէ բան չունի։ Ես ես կհակադարձեմ այն իմաստով, որ տեսեք Սրբազան պայքար շարժումը, ինքը չկար։ Կա տելեգրամյան ալիք, կա ինչ-որ հայտարարություններ ժամանակ առ ժամանակ, բայց որպես զանգվածային ժողովրդական շարժում այն այլևս գոյություն չունի։ Ինչու, որովհետև այն սկսվեց, ես ինքս էլ խոսել եմ Բագրատ Սրբազանի հետ, դեռ չգիտեմ, երևի մի տարի առաջ հենց այդ թեմայով, այն սկսվեց որպես հողերը հանձնելու դեմ շարժում, հետո հանկարծակի դա վերածվեց այսպես քաղաքական շարժման առանց հայտարարելու, ավելի շուտ հայտարարելու, որ սա քաղաքական շարժում չէ, եւ քաղաքական շարժման բնորոշ ձևերով պայքարը հայտարարում էր որպես ոչ քաղաքական, եւ այդ պատճառով էլ այն շարունակություն որպես այդպեսին չստացավ։ Անցած տարի հունիսի 12-ին տեսանք ինչ տեղի ունեցավ եւ դրանից հետո շարժումը կամաց-կամաց մարեց։ Իսկ քաղաքական պայքարին բնորոշ էլեմենտերով սկսված շարժումը, քաղաքական պայքարին բնորոշ շարունակություն չստացավ։ Ես կարծում եմ, որ Սրբազան պայքար շարժումը, Սրբազան շարժումը հիմա այսպես արհեստականորեն մեզ հրամցվում է որպես համար 1 ընդդիմություն, որպես համար 1 ընդդիմադիր շարժում, այսպես զինված հեղաշրջման էլեմենտներով համեմված եւ այլն, որոնք կարծում եմ չեն ապացուցվի ոչ մի դեպքում, այնտեղ ծիծաղելի երկաթե ամրանների նմուշների բաներ հավաքածու էր ներկայացված, որ չգիտեմ ինչ պիտի այն այն դրանով, էլի, ցանկացած խանութում մտնում է շինարարական խանութ, դրանք այնտեղ դրած են, էլի, կամ
հասարակ բաներ զրահաբաշխում կամ սաղավարտ ականջակալներով, որ 2020 թվականի պատերազմի մասնակից ցանկացած մեկը խելքին պիտի փչի դա ունենալ, հույսը չմնալ, հույսը չդնի բանակի տրված ցնցոտիներին, էլի, բայց այն ձևով, որով որ սա սկսվում է եւ այն ամենը ինչով որ սա համեմվում է, ակնհայտ է, որ գործ ունենք ուղղորդված, այսպես արհեստական կերպով ձևավորված, ուռճացված երևույթի հետ, որը կարծում եմ գնա եւ կմարի դատարանում, բայց նաեւ պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ այն բանի վրա, որ առաջի անգամ երևի մենք գործ ունենք իրավապահ, այսպես կոչված համակարգի կողմից arczepiskopos-ի ձերբակալման, բերման ենթարկելով եւ մեղադրանք կալանքի տանելու հետ։ Սա վատ երևույթ է։ Սա մեր այսպես հոգեվոր հիմքերին, հոգեվոր կյանքին, մեր կյանքի հոգեվոր կողմին ուղղված եւ ուղղորդված խիստ հարված է, որը կարծում եմ նաեւ դրսից է ուղղորդվում։ Իսկ այդ դեպքում ինչով եք պայմանավորում գործարար Սամվել Կարապետյանի շուրջ կատարվող, օրինակ հաղորդումը նկարելուց առաջ մենք տեսնում էինք, որ օրինակ Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժում է Ազատություն Սամվել Կարապետյանի գրությամբ պաստառը։ Տեսնում ենք նրան կալանավորել են։ Այդ դեպքում ինչու էր իշխանությանը պետք ձեռքերը հասցնել Սամվել Կարապետյանին։ Նրանով ինչ խնդիր է փորձում լուծել։ Ես կարծում եմ, որ մասնավորապես Սամվել Կարապետյանի հետ կապված գործ ունենք վախի հետ, որովհետև մարդը ոչ միայն մեծ գործարար է, բիզնեսմեն, բարերար եւ ռեսուրսների տիրապետող, մարդը բացահայտ կերպով ինքը իր վերաբերմունքը նաեւ հայտնել է հենց եկեղեցու նկատմամբ կատարվողին։ Ես ասեմ, այդ ամեն ինչը ես էլ լինեի, ասենք, այսօրվա իշխանության տեղը, այսպիսի երերուն աթոռի վրա նստած, կարող է ես էլ մտածել, որ իմ համար սա վտանգ է ներկայացնում։ Հա, ցանկացած մարդը իշխանության լիներ, այսպիսի վիճակում, իշխանության այսպիսի վիճակում ժողովրդականությունը բացարձակ զրոյական մակարդակի իջած, լրիվ արհեստական գործոնների կարիք ունեն, որպեսզի իշխանության նկատմամբ որոշակի հետաքրքրություն կամ իրենց գործողությունների նկատմամբ որոշակի հետաքրքրություն ձևավորվի, իրենց օրակարգը պահեն հասարակության ուշադրության կենտրոնում։ Բայց մասնավորապես Սամվել Կարապետյանի պարագայում եմ կրկնում, գործ ունենք վախի հետ։ Ինչու վախի։ Վախեցել են մարդուց։ Մարդը ռեսուրսների տեր է, մարդը ունի մեծ կարողություն եւ Հայաստանում եւ արտերկրում, մարդը կարող է նաեւ մարդկային ռեսուրս մոբիլիզացնել, իրենք են երևի մտածում, որ կարող է մարդկային ռեսուրս մոբիլիզացնել ինչ որ քաղաքական ուժերին աջակցելու նպատակով։ Բայց կարծում եմ ինքը այդպիսի նպատակ չունի, չէր հետապնդում, հակառակը գիտեմ, որ որպես մարդ ավելի շատ ինքը բարերար է, քան գործարար։ Բայց միևնույն ժամանակ իշխանության ցանկացած քայլ բումերանգի էֆեկտն է, չէ՞ ունենում։ Տեսեք հիմա Սրբազան պայքարի առաջնորդին են թիրախավորում, նրա շուրջ է մոբիլիզացիա տեղ ունենում, Սամվել Կարապետյանին նրա շուրջ է մոբիլիզացիա տեղ ունենում, այսինքն հակառակ էֆեկտն էլ է տեղ ունենում։ Ինձ թվում է Սամվել Կարապետյանի պարագայում հասկացել են, որ իրենց գործողությունները արդեն նաև արտերկրում, արդեն նաև իրենց սատարող արևմտյան այսպես կոչված գործընկերների մոտ դիտարկվում են որպես ուղիղ քաղաքական հետապնդում, ընդ որում բացարձակ ոչ քաղաքական հայտարարությունների հետքով ընդհանրապես պետք չէ իրավաբան լինել կամ կարելի է նաև լինել իրավաբան, որպեսզի ապացուցի, որ սա բացարձակ քաղաքական հետապնդում է։ Երեք չհարաչորը դիտում էի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկոյի Հարությունյանի հարցազրույցը, ընդ որում այսպես մեր իշխանական ալիքներից մեկով, որտեղ նա ուղիղ կերպով հերձում էր, մասնատում էր այս գործը եւ ապացուցում, որ սա իրոք քաղաքական հետապնդում է։ Մի մարդ, որը 2016 թվականից լծված է եղել այսօրվա քաղաքական իշխանության մաս կազմող ուժերի, նրանց ներկայացուցիչների իրավական պաշտպանությամբ։ Եվ մի մարդ, որին հեռացրեցին պաշտոնից այն բանի համար, որ վերջինս հանդգնեց ազգային ժողովի ամբիոնից ուղիղ եթերում հայտարարել, որ ազգային անվտանգության ծառայությունից իրեն զանգ է եղել, ինչ որ մեկի հայտարարագրի հետ կապված հիշում եք։ Իհարկե հիշում եմ, ընդ որում պաշտոնը մինչև հիմա թափուր է։ Այո։ Բացի դրանից, եթե
բացեք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վեբկայքը, այնտեղ շատ հետաքրքիր մանրամասներ կգտնեք։ Օրինակ, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի շահերի բախման գծով վարույթը, որը երկարացվել է դեռ 2022 թե 23 թվականին մինչև ապրիլի 30 եւ վերջ։ Այսինքն շարունակություն չի ստացել նույնիսկ, այսինքն տեսնում ենք, որ այդտեղ վարույթ է եղել է, լրացուցիչ ուսումնասիրության կարիք է եղել եւ կարծում եմ, որ դա էլ է պատճառ եղել, որ Տիկին Հարությունյանի նկատմամբ այսպես չեմ վախենա ասել, քաղաքական հետապնդում է տեղի ունեցել։ Բայց այն երկրներում, որտեղ քաղաքական հետապնդումներ են եւ այս մասշտաբի, այս մակարդակի, ի վերջո ինչ որ միտեղից պայթյունը դուրս է չէ գալիս, կամ այդ քաղաքական հետապնդումներ իրականացնող իշխանությունները, որոնք գնալով դառնում են բռնատերեր, թողնում են պաշտոնը, հեռանում են կամ նրանց այլ տարբերակով հեռացնում են։ Որն է այս իշխանության մոտ երաշխիքը, որ իրենք ինչ ուզեն այս երկրում կարող են անել, կարող են Արցախ հանձնել, կարող են մարդկանց առանց հիմքի, մեղքի, դատարանի ապացուցված վճռի պահել կալանավայրում։ Որն է այդ երաշխիքը, որ իրենց ոչինչ չի սպառնում։ Դերեք բացահայտ կերպով դա ասում են։ Ասում են, որ եթե մենք միշտ ունենանք ձեր նման ընդդիմություն, ընդ որում այսօրվա ընդդիմադիր խմբակցությունների падգամավորների երեսին ասում, մենք միշտ կլինենք իշխանության։ Եվ ես չեմ ուզում հատիկ նշել մարդկանց, այնտեղ ընդդիմության շրջանակներում ունեմ ինձ շատ մոտ մարդիկ, ունեմ կան մարդիկ, որոնց ընդհանրապես չեմ համակրում, բայց ձեր էլի ուշադրությունը բերեմ սևեռեմ այն փաստի վրա, որ մինչև հիմա այսօր ընդդիմադիր խմբակցություններից 3 թե 4 հոգի լքել են շարքերը, անկախ падգամավորի կարգավիճակով են այսօր, եւ դա իշխող խմբակցությանը տալիս է փաստացի անսահմանափակ հնարավորություն անցկացնել ցանկացած օրենքօրինագիծ, ցանկացած տեսակի կրկես ստեղծել ազգային ժողովում, այս վերջերս զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի շուրջ լայն հանրային քննարկումներ ծավալվեցին։ Հայկ Սարգսյանի բերած, այն Հայկ Սարգսյանի, որ ինքը իր իսկ բերած օրենքի նախագծին դեմքը վյարկեց, որ ընդգրկվի նիստի օրակարգ։ Կրկես եւ ծաղրածուն էր։ Եթե համաձայն չեք, ասեք համաձայն չեմ, բայց բերել հասարակության մեջ մտցնել այսպիսի պարակտող խոսոյթ օրակարգ հասարակության ռասայացման, կաստայացման մոտեցումներ բերել քննարկել եւ հետո վերջում ասել, վայ, գիտեք ինչ կա, սխալվեցինք կամ տեխնիկական վրիպակ էր, լավ էլի։ Կրկես։ Այդ կրկեսն է պատճառը, թե այլ գործոններ կան, որ դուք այսպիսի մի ձևակերպում արեցիք, մի անգամ ջուրը մտա, վառվեցի, էլ չեմ մտնի, այսինքն նկատի ունեք, էլ պետական պաշտոնի չեք հավակնում։ Պետական կառավարման համակարգը մեր երկրում փլուզվել է։ Ես կարծում եմ 2018 թվականի դեկտեմբերի ընտրություններից հետո, երբ որ օրենքի խախտումով ազգային ժողովը սահմանված ժամկետում չգումարվեց, առաջին նիստը, երբ որ կառավարության կազմը սահմանված ժամկետում չհաստատվեց, եթե հիշում եք, կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքը ընդունվեց 2019 թվականի մայիսին։ Այսինքն կես տարի համարյա մեր երկրում պետական կառավարման գործառույթները այսպես իներցիայով էին գնում, ոչ մեկ չգիտեր, շունը տիրոջը չէր ճանաչում, տարատեսակ անուններ էին տալիս, ով պետք է լինի սրա նախարարը, այս նախարարությունը այսպես պետք է կոչվի, հետո չէ, այսպես չպետք է կոչվի, եւ այլն եւ այլն։ Եվ այդ ժամանակ կարծում եմ, որ հիմքերը դրվեցին, այսինքն հիմքերը խարխլվեցին մեր պետական կառավարման համակարգի եւ դրանից մենք չկարողացանք այդ հարվածից ուշքի գալ։ Պետական կառավարման համակարգում ձեր աշխատանքային փորձի հետ կապված կա քրեական գործը։ Երկու քրեական գործ։ Ուզում եմ հիմա նաև դրա մասին խոսենք։ Ձեզ մեղադրում են պետական փողերը յուրացնելու, վատնելու մեջ։ Յուրացնելու չկա, վատնելու մեջ։ Որքան փող եք վատնել ըստ այդ հաղորդագրության։ Մի գործով 85 միլիոն դրամի հայց է ներկայացված, այդ գործը արդեն համարյա 2 տարի դատարանում է, մտել ենք հիմնական դատալսումների փուլ, դա այնտեղ առաջ են գնում, դատախազը փորձում է իր առջև դրված թղթերը կարդալ ամեն դատական նիստի ընթացքում, ընդ որում բավական անհաջող, բայց չմիջամտենք տեղի ունեցող գործին, ընթացող դատավարությանը։ Մյուս գործով հակկոռուպցիոն կոմիտեն ինքը հաղորդագրություն տարածեց առանց անունս նշելու, բայց շատ արագ տեղեկատվության արտահոսք եղավ եւ անունս 3 ժամ հետո կպավ այդ գործին, որ մեղադրելը ես եմ այդ գործով ու
դա հունիսի 2-ն էր թե 3-ն էր, երևի 3-ն էր։ Անցել է արդեն 3 շաբաթ ժամանակ, ոչ մի բան չկա։ Ասենք սպասում ենք երևի հսկող դատախազը հաստատի մեղադրական եզրակացությունը ուղղակի դատարան։ Երկրորդ գործով գումարի չափը իրենց ասելով 360 միլիոն, ընդ որում այստեղ հետաքրքիր բան կար, երբ որ քննության ավարտ հայտարարեցին, զարմանքով հայտնաբերեցինք, որ այնտեղ երկու քրեական գործ կա։ Մի վարքյան 85 միլիոնը մեկն է, 360 միլիոնը երկրորդն է։ Երկրորդը երկու գործ միավորած 3 դրվագով։ Դրվագները որոնք են։ Այս 360 Անունը ոչ մեկի չեմ կարող ասել, որովհետև կարծում եմ նույնիսկ դատական նիստը սրա դրամփակ կգնա առաջինի նման, առաջինն էլ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել մի բան, որ այն հիմնավորումը, որ դրած է այս մեղադրանքի մեջ, ընդհանրապես փուչ է։ Այսինքն ասված է մեղադրանքի մեջ իրենց իսկ տարածած հաղորդագրության մեջ, որ առանց կարիքի պայմանագրեր կնքելու գործընթացները ձեռնարկել, երբ ռազմավարության կոմիտեի նախագահ եմ եղել, ընդ որում եւ պաշտպանության նախարարության կազմում եւ բտանախարարության կազմում, պետք է ասեմ, որ այս ոլորտում չկա ոչ միանձնյա նախաձեռնություն, ոչ էլ միանձնյա որոշումներ։ Կա ռազմավարությունաբերական հանձնաժողով, դրանից կա ռազմատեխնիկական գիտատեխնիկական խորհուրդ, կան կարգեր, որոնցով այդ խորհուրդները կամ հանձնաժողովները աշխատում են։ Կա կառավարություն, որը հաստատում է պետական պատվերը, դրա ձևավորման կարգը եւ այլն, բայց յուրաքանչյուր պայմանագիր ի վերջո հայտնվում է կառավարության որոշման մեջ եւ նոր դրանից հետո կնքվում է պայմանագրերը։ Այսինքն անհնարին է, որ ես կարողանայի անհրաժեշտ նույնիսկ պատկերացնել, որ ես կամ որևէ մեկը այդ պաշտոնում գտնվող, այդ որում վարչական պաշտոն է պետք է ասեմ, հնարավոր չի, ասենք, առանց վերադաս նախարարի որոշման դուք գնայիք ինչ որ այո։ Այդ պայմանագիրը նույնիսկ գնար կառավարություն հաստատվեր կամ այն ժամանակ դեռ պաշտպանության նախարարությունում կար այդպիսի լիազորություն տրված նախարարի, որ պատվերի սահմաններում, բյուջեի սահմաններում կարողանար փոփոխություն կատարել, անհնարին է, որ նախարարը, ընդհանուր մինչև նախարար, տեղյակ չլինեին կամ չհաստատեին այդ պայմանագրերը։ Հետևաբար ձեր նկատմամբ ընթացող այս գործընթացը ինչի հետևանք է։ Փաշինյանի համար ընդդիմադիր գործիչ եք, դրա համար են փորձում ձեզ նաև քրեական գործով լրացնել, թե։ Դե տեսեք, առաջի գործը, առաջի հարուցված մեղադրանքը այն ժամանակ էր, երբ որ եղբորս նկատմամբ արդեն հետաքրքրված էին, իրենով արդեն հետաքրքրված էին, այսպես ասած, արդեն այդ գործընթացը ընթանում էր, գաղտնալսում էին, այսպես փորձում էին ապացույցներ հավաքել, այդ ապացույցները դատարանում մեկ-մեկ քանդվում են, այնտեղ էլ գործ չի մնացել, դատախազ ուղղակի գալիս է էլի ընդհանրապես ընդհանցակարգ ապահովելու, որովհետև գործ ընդհանրապես էլ այնտեղ չկա։ Բայց իմ նկատմամբ հետապնդումը ես կապում եմ եւ եղբորս նկատմամբ հետապնդման հետ եւ նաեւ իմ այսպես ակտիվ հասարակական քաղաքացիական դիրքորոշման հետ պետք է ասեմ, որ 2020-ի պատերազմից հետո, ոչ թե պաշտոնանկումից հետո, ինչպես շատերը փորձում են մեկ-մեկ ներկայացնել, այլ պատերազմից հետո ես եկա եւ առաջի հարցազրույցս, առաջի հրապարակային խոսքս Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության քննադատումներ։ Պատերազմի եւ դրա արդյունքների հետ կապված, այո։ Շնորհակալ եմ։ Ձեր շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Ավետիք Քերոբյանն էր, այսքանը ցտեսություն։